Ողջույն ժողովուրդ ջան, մի հատ միացեք տենամ իսկապես կապերը նորմալ է, թե չէ, доступно всем, գրում այդպես, ուրեմն կապում ենք, ողջունում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, ես Հայաստանի Հանրապետության վարչապետին և խնդրանք ունեմ և առաջարկությունից սկսեմ, Պարոն վարչապետ, խնդրում եմ քարոզարշավը գիտակցելով, որ հնարավոր է և սրություններ ունենա, տենց ակտիվությունը ձեր կարող է և ինչ որտեղ սահմաններ անցնի, խնդրում եմ մի շոշափեք Արցախի թեման ձեր քարոզարշավների ժամանակ, Արցախի թեմաներով իմ հետևորդները և ինչ շուտվանից ճանաչողները գիտեն ես ինչ դիրքորոշում ունեմ, Ես ունեմ իմ գնահատականները տված Արցախի կորուստի վերաբերյալ, թե ով ինչքան մեղքի չափաբաժին ունի և այդ մեղքի չափաբաժինով մարդիկ ձեր իշխանության օրոք ինչպես են ազատություն վայելում, ապրում Հայաստանի Հանրապետությունում ավելի լավ, քան թե այն մարդիկ, ովքեր որ մեղք չունեն։ Հռետորականի միտքը դուք հասկացաք, այնպես որ եթե դուք կոնֆլիկտ ունեք Ռոբերտ Քոչարյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ, դուք ձեր կոնֆլիկտները իրանց հետ լուծեք։ Արցախի հարցը խնդրում եմ ձեր քարոզարշավի շարքից հանեք, որովհետև քարոզարշավը ապագային է միտված, թե դուք ինչ եք անելու, ապագայի ծրագրերի մասին է, բայց դուք խոսում եք անցյալից։ Եվ առաջարկությանս մեջ նաև նա է մտնում, որ օրինակ դա ձեր գործն է, ուղղակի տենց խնդրանք առաջարկության նման, ուրեմն մեր հանրային կյանքը ես որպես այդ նուրբ դետալները ուսումնասիրող և գնահատող, այսպես ասած ինդիկատոր, ես զգում եմ, որ կա հանրության մեջ ծայրահեղական վիճակ, ատելություն մեկը մյուսի նկատմամբ, ես տեսնում եմ, որ հանրությունը իրար հանդեպ թշնամություն է շնչում, հայը հային ատում է, մեկը մյուսին թուրք են անվանում, մեկը մյուսին վատ բաներ, և ձեր քարոզարշավների ընթացքում սուր արտահայտությունները էլի դրան դառնում է ջրաղացին ջուր լցրած, դուք դառնում եք դրանով նաև նպաստած, որ շարունակվի այս ատելության մթնոլորտը։ Ինչի համար ես իմ հանրային կյանքում իմ գործունեության մեջ բազմիցս եմ անդրադարձել եւ խնդրանքով եւ առաջարկություններով, որ ձեր խմբակցությունների առաջնորդները, թե ընդդիմադիր, թե իշխանական, հավաքվեք սրա մասին հայտարարություն տարածեք, որ դուք ժողովուրդ իրար միատեք մեր քաղաքական պայքարի պատճառով, մենք իրար հետ կարող է շատ սուր քննադատություններ ունենանք, բայց ատելություն իրար հանդեպ ատելության մի լծվեք։ Տենց ես նկատեցի, անդրադառնում եք Գագիկ Ծառուկյանին, երեխու իր տղու հանդեպ էլ վիրավորական, Գագիկ Ծառուկյանը, ինչպես եւ դուք, իմ ոչ որ եղբայրն եք, ոչ ընկերը, ոչ բարեկամը, բայց ես համարում եմ, որ երկուստ էլ իմ հայրենակիցն եք։ Ես չեմ ուզում իմ հայրենակիցների մեջ այդպիսի լեքսիկոն օգտագործվի, լակոտիտ, վզի, բռնելու, բերելու եմ ստե, ընկեր պարոն Փաշինյան ջան, իշխանությունը ժամանակավոր է, դուք մի օր կկորցնեք այն, բայց ձեր այդ սերմը, որ ցանեցիք այսքան տարիների ընթացքում, երբ որ հրապարակային սպառնալիքներ, ատելության խոսք կա ձեր խոսքերքի, ես չեմ ասում դա միակողմանի է, դա փոխադարձ է, դուք ասում եք, ստանում եք փոխադարձ նույնը։ Եթե ասենք ընդդիմության կողմից ատելության խոսք ձևավորվել է պատերազմից հետո, ձեր խոսքի մեջ 2018 թվից արդեն կար։ Ես չեմ ուզում հիշատակել, դուք ձեր գործը լավ գիտեք, բայց խնդրում եմ, ես ուղղակի ես ինչ ասում եմ, սա խնդրանքի մակարդակի թող ընդունվի իշխանության կողմից Փաշինյանի գլխավորությամբ, որ սա սրում է հարաբերությունները հայ հանրության մեջ։ Եթե դուք ունեք իրավասություն ձերբակալելու հետ բերելու Գագիկ Ծառուկյանի որդուն, այդ գործողությունը առանց sense մատ թափ տալու եւ հրապարակային ասելու, որ լակոտիտ վզիտ բռնելու են բերեմ ստե եւ էլի խոսույթ կա, այդ ուղղակի օրինակ ես բերեցի, այդ ամեն ինչը կարող եք դուք օրենքի սահմանների ներսում անել, եթե ունեք իրավասություն, բայց ինչքան գիտեմ, երբ որ քարոզարշավ չէր, դուք խուսափում եք ձեր վրա վերցնեիք երկրում անարդարությունների պայուսակը, դուք ձեր գործունեություն ասում եք, չէ, ես բան եմ, գործադիր իշխանություն եմ, արդարադատությունը իմ վերահսկողության տակ չի, ես իրավունք չունեմ դատական համակարգի վրա ազդեմ։ Եթե չունեք, քարոզարշավի ժամանակ Բելառուսիայից Գագիկ Ծառուկյանի որդու վզից բերում եք ստե
Բարերով թե գործով։ Ու ծափահարում են ժողովուրդը հələ մինչև հիմա չեն հոգնել ձեր խոսքերը, որ խոստումներ էր, բայց ոչ մի բան էլ չկատարվեց այդ արդարադատության ոլորտում։ Այդ հանցագործները, թալանչիները մինչև հիմա ազատության մեջ են, չհասկացա։ Հավ գողանալու համար մարդուն սրոք են տալիս, բայց որ պետության բյուջեն թալանել են մարդիկ, ինչ որ որոշակի sense գումար եք վերցնում, գրավ բանը գույքի դիմաց, չգիտեմ, գույք եք վերցնում գրավի դիմաց, բերում եք իբր թե ինչ անեք, մեր հոգիները խաղաղվի, հանգստանա, սրտահովացում եք անում։ Մենք կարանք սառը ջուրը խմենք, ոչ հանգստանաք, որ տենում եք դուք Գագիկ Ծառուկյանին ինչ ասում եք, օրենսքի դաշտում բան չի կատարվում, Ռոբերտ Քոչարյանին եւ մնացած նրանց, ում որ դուք մեղադրում եք, որ երկիրը թալանել են, ապականել են եւ լիքը վնաս են հասցրել պետությանը։ Եթե վնաս են հասցրել պետությանը, ուրեմն պետքա պատժված են 8 տարի։ Եթե չեք պատժել, ես օրինակ ոչ մի բան չի կարա համոզի, որ կատարվելու է այդ ամեն ինչը։ Մենք տեսնելու ենք երկիր թալանողների պատիժը։ Բայց ես ոչ թե հիմա ակնկալում եմ պատժել, չպատժել, ես ուղղակի խնդրում եմ, եթե 8 տարի չեք արել գործնականում, այլ խոսակցականում ձեր խոսությունը մի քիչ թուլացրեք, որովհետև դա ազդում է հանրությանը, ես տեսնում եմ ինչպիսի փոխհարաձգություն կա հայերի մեջ, Facebook-յան, TikTok-յան ու ինտերնետային ոլորտում, թե ինչպես են իրար ձեր համար դոշ տալիս, Ծառուկյանի համար դոշ տվողներ կլինին, բա ոչ չլինի, բա Քոչարյանի համար էլ կլինեն դոշ տվողներ։ Յուրաքանչյուր լիդեր անհատ ով որ ուժա ներկայացնում ինքը ունի համախոհներ, դուք այդ համախոհների մեջ կռիվ եք գցում։ Պարոն Փաշինյան, դուք եք երկրի վարչապետը, եւ ես ձեզ մաղթում եմ բարի, խաղաղ, հանգիստ, հաջող, ընտրարշավ, քարոզարշավ։ Սրտանց ցանկանում եմ ձեզ, բայց ես սրտանց եւ խնդրում եմ, որ ձեր խոսույթի մեջ ուշադրություն դարձրեք։ Վերջ տվեք, լավ 18 թվին այլ իրավիճակ էր, իշխանափոխություն, հեղափոխություն է կոչում Թավշյա եւ այլն, չնայած այդքան էլ Թավշյա չավարտվեց, որովհետեւ ատելությունը Թավիշ չի, ատելությունը դա զզվելի դա զգացում է։ Անցանք, բրցանք 18 թիվը անցավ, հեղափոխություն անցավ, պետքա հանդարտվեն ժողովրդի իրար հարգեն սիրեն, դուք էլ ձեր խոստումները որ պետքա ոչ մի մուկը, ոչ մի ձուկը չպլստային, թող չպլստային, հիմա որ պլստացել են ում վրա եք ջղայնանում, ում վրա եք հիմա մուննատ գալիս բեմերի վրա, այդ քարոզարշավի բեմերի վրա։ Ում վրա, ին վրա կարակ մուննատ գաք, որ Գագիկ Ծառուկյանի որդին Բելարուսիա է, որ մուկը չի պլստացել, ձուկը չի, որ ձուկը պլստացել է, մուկը պլստացել է։ Ես մեղավորություն ունեմ, բերեք ուժն ու կոլան իմ գլխին ջարդենք, բայց միայն թե խաղաղություն, հանդարտություն գա, միասնություն գա հայ ժողովրդի մեջ։ Նկատում եք ինչպիսի ատելություն կա, թե ձեզ արդեն հետաքրքիր չի։ Դուք ոնց որ արդեն դուք չի մենակ, յուրաքանչյուր այս քաղաքական ուժի ներկայացուցիչ ապրում է ինքը իրանով, իր թիմով, իր ֆինանսական ռեսուրսներով, բանով, ոնց պաշտպանի, ոնց իշխանություն վերցնի, դուք ոնց իշխանություն պահեք։ Ուրեմն այս մասով ավել պակաս կներեք ձեր գործնա, ուղղակի ես հարկ համարեցի որպես քաղաքացի, որպես հանրային հասարակական գործիչ այս մասին արձագանքել, որ ես նկատում եմ, որ ձեր խոսքերի մեջ սրում կա հայ հանդեպ։ Դուք գիտակցում եք, չեք գիտակցում, բայց դժվար թե չգիտակցեք, գիտակցելով էլ անում եք, ձեր օգուտը իշխանություն պահելն է։ Թե ինչ գնով դա արդեն մարդիկ իրար կատեն, իրար կարող դանակել խփեն բան, դա արդեն երկրորդական, երրորդական է։ Հավանաբար բոլոր իշխանություններն էլ այդպես են իրանց պահում։ Իշխանությունը երևի ինձ մի հատ մեղրի բոճկա է, որ օգնում ես մեջը չես ուզում դուրս գաս։ Բայց միջև այդ ձեր խոստումների մեջ Թավիշ, չգիտեմ, եւ լավ խոսք է, որը ես չեմ տեսնում։ Հիմա Թավիշ կա երկրում։ Տեսնում եք լրագրողը մեկից ինտերվյու վերցնելուց, մյուսը կողքով անցնելուց Փաշինյանին պաշտպանալնում, հարձակում ատավյալ ընդդիմադիրի աջակցի վրա, մյուսը իշխանության պաշտպանալնում ընդդիմադիրի աջակիցն է գալիս հարձակվում տվյալ քաղաքացու վրա։ Այն աշճանի ասրված, որ արդեն քաղաքավարության կանոններն էլ է խախտվել։ Արդեն չեն կարող էլի ասեն, դե մարդը իր տեսակետն է ասում, սիրում է Փաշինյանին, թող իր սերը խոստովանի լրագրողի առաջ։ Ընդդիմադիր հայացնելով մարդը ատելության բալացված իշխանության հանդեպ եւ սկսում է կռվի մեջ մտնել այդ վիճակում։ Շատերը տեսել եք լիքը տենց երևույթներ կա եւ լինում է հակառակը, այո, իշխանության աջակցի խոսքի մեջ կամ ընդդիմադիր, չգիտեմ, էլի սենց երկու կողմից էլ կա հրաձգություն։ Սրա վերջը եթե նույնիսկ ես այսպես ասեմ, եթե իմանամ հունիսի 7-ից հետո վերջանալու է,
Այս եթերը ես ինձ կզսպեի չէի անի, բայց ես գիտեմ, որ սա շարունակվելու է, սա շարունակություն է ունենալու։ Հասկանում եք, պարոն Փաշինյան։ Ես գիտեմ, որ շատ լավ հասկանում եք, ուրեմն պարոն Փաշինյան, մի բան էլ Արցախի հարցի վերաբերյալ։ Ուրեմն դուք եք քաղաքական գործիչն եք Հայաստանի, որ ձեր դպրոցական տարիները հայտնի է նաև, որ դուք բանաստեղծություններ եք գրել Ղարաբաղի մասին։ Նիկոլ Փաշինյան կերպարը ինքը եղել է ակտիվիստ, ինքը եղել է ակցիաներ անող 88 թվի շարժումներին ինչ որ տենց իր բնութագրում տենց նշվում է եւ բանաստեղծություններ ունի գրած պատիվ իր դասատուի որպես Ղարաբաղցի մաթեմատիկայի դասատու իպատիվ Արցախը որպես հայրենիքի մաս բարձա բոլոր ժամանակներում էլ մենք չենք հիշում այս 100 տարվա մեջ էլ նկատի ունեմ Արցախը Հայաստանի մաս չի եղել պատմական Հայաստանի մաս է եղել, պատմական հայկական է։ Այսօր դուք ձեր խոսույթում օգտագործում եք նորը քարոզարշավի հատված քննարկում ժողովրդի մոտ, ասել եք, որ ինչով է մերը եղել։ Ես ձեր հետ կիսում եմ ասում, որ իսկապես Հայաստանի մաս չդարձրին ձեզանից առաջ։ Ձեր ժամանակը լիարժեք կորցրինք, էլի, արդեն այդ հողի վրա հայ էլ չի ապրում։ Դա ձեր ժամանակաշրջանն է եղել։ Պետքա ժամանակաշրջանները ճիշտ դասավորենք։ Պարոն Փաշինյան, ես որպես հասարակ հայ, որպես շարքային քաղաքացի, պատասխանատվություն չեմ կարող կրել, որ Ռոբերտ Քոչյանը իր տարիները մսխելա չի կարողացել Արցախի հարցը լուծի։ Եվ չեմ կարող կրել նաև պատասխանատվություն, որ Ռոբերտ Քոչյանը վլաստը տվել է Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանն էլ իր 10 տարվա մեջ չի կարողացել Արցախի հարցը լուծի։ Բայց դա պատճառ չի, որ եթե իրանք չեն կարողացել Արցախի հարցը լուծեն, որ ես չսիրեմ իմ ծննդավայրը, որ ես իմ ծննդավայրի հանդեպ որպես ոչ մի բան վերաբերվեմ։ Մենք հայերս բոլոր երևի ժողովուրդներն էլ չեն կարող անցյալից կտրվեն։ Եթե մարդ իր անցյալից կտրվում է, եթե ուրանում է իր ծնողին, ուրանում է իր պապերին, տատերին, այդ մարդը արմատ չունի, ինքը խոտ է, մոլախոտ է, ինքը քամին ոնց ծռի, քամին փչի, ինքը ծռվելու է։ Իսկ ծառը որ արմատներ ունի եւ պինդ արմատներ ունի, ինչքան քամի լինի ինքը անսասան է լինելու։ Եթե պինդ ծառը, ծառերն էլ ունեն իրենց տեսակները, ինչպես որ մարդիկ ունեն իրենց տեսակները։ Ես ուզում եմ այսօր ձեր քարոզարշավի նման դուք ձեզ պահեք բնության մեջ կաղնու տեսակի պես, որ պինդը անսասանա։ Եվ որպեսզի դուք թույլ չտաք դիվանագիտական սխալներ, Արցախի մասին ընդհանրապես մի խոսացեք քարոզարշավի ժամանակ, որովհետև եթե ձեր ծրագրում չկա Արցախի ժողովրդի վերադարձը, ձեր ծրագրում չկա հարձակվել Արցախը գրավել, ձեր ծրագրում չկա Արցախի հարցը տանել միջազգային հարթակներ, ձեր ծրագրում կա ասֆալտ անել, դպրոց սարքել, Թրամփի ուղի եւ ինչ որ մտածել եք, լավ եք արել, շատ լավ եք արել։ Ես ուրախ եմ դրա համար, որ կարող եք լավ բաներ անեք երկրում։ Խոսացեք այդ բաներից ինչ որ դուք պատրաստվում եք անել, այն ինչ որ դուք չեք պատրաստվում անել, անհարկի մի հիշատակեք Արցախի անունը անվանելով, թե ինչա Ռոբերտ Քոչյանը բանը լավ վերաբերմունք չեն ցույց տվել, համարժեք ֆինանսներ չեն ներդրել թե պետության, թե բանակի վրա Արցախի մասով։ Ես դրա պատասխանատվությունը չեմ կորում Արցախի ոչ մի հայ, ոչ մի հասարակ շարքային քաղաքացի, որ գլուխը կախ, բահը ձեռին, բոստանում փորում էր, ծառեր տնկում, չգիտեմ մշակում էր հողը, անասուներ պահում, կամ ուսուցիչ էր, բժիշկ էր, այն մարդիկ դիվանագիտության մեջ պատասխանատվություն չեն կրում։ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի չկատարած գործերը եւ կատարած հանցագործությունները դուք կարող եք գնահատականը տալ դատարանի տեսքով, դատարանի միջոցով, արդարադատության տեսքով։ Եթե կարող եք տվեք Արցախի անունը ձեր քարոզարշավի ժամանակ խիեք հիշատակում ասելով, որ ինչով էր հայկական, ինչով էր մերը։ Ինձ հասած տեղեկությունները ես չեմ հետևում քարոզարշավին, բայց կտորներ գալիս է TikTok-ում բանում, որ ասում եք Արցախի ինչով էր մերը։ Արցախը որպես պետություն Հայաստանի մաս չէր, որպես տարածք Հայաստանի մաս չէր, բայց Արցախի պատմությունը ես չեմ ուզում այս եթերում պատմեմ, թե ինչպես սկսվեց, որ մարդիկ ուզում էին ազատություն, ուզում էին պատմական հիմքերին վերադառնային, ուզում էին ակունքներին վերադառնային, այսինքն այն ինչ որ ապօրինի կերպով
Կրեմլի կողմից տրվել է, Ադրբեջանն ուզում էին հետ բերեն եւ հաջողվել է, ստացվել է 4 տարի պատերազմի ընթացքում մարդիկ կարողացել են Արցախը ազատագրեն։ Թե դրանից հետո ինչքան շան տղություն կատարվեց, ինչքան անմարտկային վերաբերմունք կատարվեց, թե ինչքան բացեր թողեցին սխալներ, դավաճանություններ, որ Արցախը չկարողացան պահել, պարոն Փաշինյան, դրա մեջ լիքը մեղավորներ կան, եւ այդ լիքը մեղավորները այսօր ազատության մեջ են ձեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության ներսում։ Վայելում են իրանց վաղեմի հարստությունները, վայելում են իրանց լավ կյանքը, Արցախը չկա, բայց իրանք կան, ապրում են ուրախ երջանիկ։ Սրա մեղավորությունը եթե իմ վրա եք ուզում բարթեք, տենց էլ պրծնենք, թեման փակենք գնանք, ձեր քարոզարշավը շարունակեք ապագային միտված ծրագրերով, ապագայի մասին ծրագրերով։ Ես մենակ ողջունում եմ։ Եթե դուք ուզում եք լավ բաներ շարունակեք անել Հայաստանի Հանրապետության համար, եթե Հայաստանի դիրքերը կուժեղանա տարածաշրջանում եւ ընդհանրապես մեջքը ծառած մեջքը կդզի Հայաստանը, ես դրա համար նույնիսկ անձնական երջանկություն կապրեմ։ Ես երջանիկ եմ, որ կա Հայաստանի Հանրապետություն, որ այն կա եւ ուրախ կլինեմ, որ այն ավելի ուժեղանա ամրանա եւ ես դրա մասնիկը կարող եմ կազմել իմ հնարավորությունների չափով, բայց դուք եք կառավարիչը, դուք եք առաջնորդը, դուք եք առաջի դեմքը պետության եւ մեր պետության մեջ այս ատելության մթնոլորտը էլի պատասխանատուն դուք եք։ Ինչպես ձեզ ես միշտ ճիշտն եմ պաշտպանել, ինչպես ձեզ մեղադրում են, որ դուք մեղավոր եք Արցախի կորուստի մեջ, պատերազմի մեջ, այդքանով էլ դուք պատասխանատվություն եք կրում Հայաստանի ներսում հաջողությունների մեջ։ Սա փաստ է, ես չեմ կարող հերքել, մարդ չի կարող միակողմանի դատել, մենակ վատը տենալ։ Ես ինչքան որ վատն եմ տենում, այնքանով էլ լավն եմ տենում։ Ձեզ մաղթում եմ բարի քարոզարշավ, լավ քարոզարշավ, հաջողվեք, թող հաղթի ով որ արժանի է, թող լինի Աստծո կամքը։ Սա ամենավատ բանը չի, ինչ ես ասեցի ձեր ժողովուրդ ջան, սա ամենաողբերգալ ինչի, որ ես հիմա նկարագրեցի, թե ինչպիսի զրույցներ է շրջանառվում, թե պետության վարչապետի կողմից, որ Արցախ ինչքանով է հայկական եղել։ Նախ ասեմ իր խոսքի մեջ այդ դպրոցներ չի կառուցվել մանկապարտեզներ, դա սուտ է։ Ես չեմ սիրում մարդկանց վիրավորել, ես չեմ սիրում, որ մարդիկ էլ բաց սխալ են խոսում, սուտ են խոսում։ Արցախում կառուցվել է մանկապարտեզներ, դպրոցներ, վերանորոգվել է, ես չեմ կարող ասել իմ գյուղում մեծ դպրոց է կառուցվել, որովհետև գյուղում բնակչության աճը չէր աճում բնակչությունը, այլ նվազում էր։ Եթե նվազում է գյուղում բնակչությունը, տվյալ դպրոցը արդեն նոր դպրոց կառուցելու կարիք չկա, բայց թեթևակի միշտ կոսմետիկ նորոգումներ կատարվում էր, չնայած նրան, որ միջնակարգը դարձավ արդեն 8-ամյա։ Կողքի դպրոցում նույնիսկ պատերազմից հետո ինտենսիվ եղել է վերանորոգումներ։ Չմտածելով, չիմանալով նաև կրթության գիտության նախարարությունը միգուցե որ Արցախի ճակատագիրը 3 տարի հետո լինելու է այն ինչ որ եղավ։ Ուրիշ գյուղեր են, որտեղ դպրոց բնակչությունը աճ էր գրանցում, տվյալ գյուղերը դպրոցները կառուցում էր։ Եկհատ եղել ասֆալտապատումներ է եղել։ Նույնիսկ պատերազմից հետո մեր գյուղը այնպես են ասֆալտապատել, որ նախկինում մեր գյուղում ապրած մեծ մարդիկ, որ այն աշխարհից ազարտներին տենային չեն հավատա, այնպիսի որակով լավ ասֆալտ են արել են ինչ արել, հանձնել են Ալիևին եկել։ Հիմա այն որ ուղղակի ես ուզում եմ ասեմ, իրականությանը չի համապատասխանում, որ Փաշինյանն ասում է անդե դպրոց չի կառուցվել, մանկապարտեզ չի կառուցվել, բայց ես էսպես կասեի, ինձ ավելի շատ հետաքրքիր չէր, այս ինչ ես թվարկեցի արվել է Ղարաբաղում, դպրոց, մանկապարտեզ, ասֆալտ, ինչ չի հետաքրքրում դա։ Ինչ չէր հետաքրքրում դա, ինձ հետաքրքրում էր, որ այդ մանկապարտեզը որ խարխուլ է, որ մի քիչ հին է պատերը եւ դպրոցի պատերը մի քիչ ճակճկած է, սահմանի պատերը չլներ ճակճկած։ Մեր սահմանը լներ ամուր, մեր զորքը լներ զինված համարժեք ժամանակակից սպառազինությամբ, այսինքն ես միշտ էլ առաջնայինը տվել եմ պետության պատին, ոնց որ տան պատերը թող պինդ լինի, տանիքը պինդ լինի, որ կարկուտ գա, անձրև գա, քամի լինի, ձուն գա, այդ տան մեջը երեխեքը չմսեն, չհիվանդանան, բայց թե ընդե աբոյը ճղված կախված է, լույստուր չկա, չգիտեմ մի քիչ էլ տենց նետո է, կոսմետիկ վերանորոգումներ չկա, ես սրան ուշադրություն չեմ դարձնում։ Նույնը պետության առումով, եթե պետության պատերը ամուր չէր, նույնիսկ այդ մանկապարտեզ, դպրոց, ասֆալտ, բան դրանք արդեն անիմաստ է դառնում։
Ինչպես տեսակ Ղարաբաղում անիմաստադարձ էր։ Հիմա նույնը կխնդրեի այսօր Հայաստանում ճիշտ է ակտիվ ինտենսիվ շինարարություն է գնում, թե ճանապարհաշինարարություն, թե դպրոցների, մանկապարտեզների, թե բնակելի շենքերի դա էլ է ոգևորիչ, դա էլ է ուրախալի, բայց ես կուզենայի էլի մենք շարունակենք ավելի առաջնային տեղ տալ բանակին, բանակն էլ նես չի, որ աշխատավարձը բարձրացրի, լիքը բաներ, որոնք կարևոր են, բայց զորքին պետք է էլի միևնույնն է զինել համարժեք զենքով։ Ինչպես հասկացանք, ռուսը մեր ձեռը չի բռնել, ակնկալում եմ, որ կկառուցեք այնպես սահմանները, մայիսի 28-ին էլ կտեսնենք ինչ զինատեսակներ կա, ինչ եք արել, ինչով եք թարմացրել բանակը, ես մենակ ուրախ կլնեմ, եւ այլն, լավ, ես մասով ես չի ուզում շատ երկարացնել, ինձ մի հատ ավելի կարևոր վտանգավոր բան եմ ասում։ Ուրեմն իշխանության աջակից անհատների կողմից ես նաև նկատել եմ, սա եւս Փաշինյանի երևի բաց թողումն է, սխալն է, որ ինքը այնպիսի խոսույթ է օգտագործում Արցախի հանդեպ, որ ոնց որ գիտեք ոնց է, չեմ ուզում վատ օրինակ բերեմ, լավ, ուրեմն իր աջակիցների մեջ ես նկատել եմ, նախ իր աջակիցների մեջ լիքը մարդ իմ հետևորդներն են, իմ քույր եղբայրներն են, ես էլի իրանց ընդունում եմ քույր եղբայրներ նույնիսկ այդ սխալ մտածող, սխալ արտահայտություն թույլ տվողներին, բայց մի հատ շատ վատ բան է կատարում։ Իմ աչքով ականջով է ընկնում, որ մարդ Արցախի կորուստի հարցը համարում է որպես ձեռք բերում։ Սա նույնն է, որ ծնողը իր վատառողջ երեխուն կորցնի, ու ինքը համարի, որ դա ձեռք բերում է։ Որովհետև էլ դեղեր չի առնի, էլ չի շալակի տանի հիվանդանոց բերի, էլ շորի հոգս չի անի, էլ իր համար հատուկ դպրոցից դասատու չի պատվիրի բերի տուն, օրինակ այդ հարցերով զբաղվի։ Արցախը որպես պետություն, պետականություն եւ Արցախը որպես աշխարհագրական տարածք, որպես ազգային թեկուզ միավոր, գտնում էր միջազգային հանրությունից համար չճանաչված պետություն։ Եվ այսինքն վատ առողջ վիճակը, վատ առողջը ֆիզիկապես, մարմնապես ոչ այդքան էական է, ինչքան որ մտավոր ես։ Հիմա ով որ մտածում է, որ Արցախը եղել է, մի վարքյան կներեք։ Այսինքն, եթե մարդ, կներեք ժողովուրդ ջան, երեխեքները այնտեղ շխուր էին անում, հազար ներողություն, դա իննա բաց երկնքի տակ եմ դուրսն եմ։ Եթե մարդ իր երեխուն, ով որ վատառողջ, առողջական խնդիրներն ծախսեր էր արել, դժվարություններ տեսել, եւ չի կարողացել փրկի այդ երեխուն, մահացել է այդ երեխան։ Ուրեմն, եթե այդ ծնողը ուրախանում է, ասում է ծախսեր էլ չեմ ունենա, նա սրբապիղծ շանթուլա է։ Նա ամենավերին աստիճանի, նա իր մորն էլ այս հատ որ թաղի բրծնի հարսանի քանի, հորն էլ թաղելու հետո հարսանի քանի, հլով գիտի կարող մերը մահամերձ ինքը ուրախություն անի, խոսքի մահվան օրը։ Ոնց կարելի է այդպես ասես Արցախի հարցը լրիվ փակելը, դա ձեռք բերում է, դա ձեռք բերում չի, դա խարան է, դա ամոթ է, դա վատ երևույթ է։ Ժողովուրդ, միգուցե ձևակերպման մեջ ուրիշ ձև փորձեք ձևակերպեք։ Արցախի կոնֆլիկտը ուրիշ թեմա է, իսկ Արցախը ուրիշ է։ Արցախը դա հայրենիք է, Արցախի կոնֆլիկտը այդ միջազգային հանրության, գերտերությունների, հզոր այդ պետությունների բախումների համար որպես ճիպոտ էր, որպես մահակ էր։ Այո, Արցախի կոնֆլիկտը, ինչպես եւ ցեղասպանության հարցը, նա միջազգային հանրության համար որպես լծակա ազդել երկու պետությունների վրա, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի։ Բայց միևնույն է, ցեղասպանությունն էլ է մնում այդ մարդկանց այդ զոհերի իշատակը մնում է սուրբ, Արցախն էլ է մնում յուրաքանչյուր հայի սրտում որպես սրբություն եւ սրբության մասին խոսալ, որ այդ կորուստը, այդ Արցախի հարցի փակումը դա ձեռք բերում է, դա ես չեմ ուզում վատ խոսքեր ասեմ, բայց դա դրամբասին է խոսում։
ու այդ մարդկանց խոսքը ես ասում եմ իշխանամետ մարդկանց բերանից է հնչում այս խոսքերքը, որովհետև Փաշինյանի ձևակերպումները հղում է այդ մարդկանց, որ իրանք էլ նմանատիպ ձևակերպումներ ունենան։ Աստված հեռու տանի, ժողովուրդ ջան, վաղը կարող է միջազգային հանրությունը բանը մակը քանդվի, նոր կառույց ստեղծվի, որը կարող է աշխարհակարգն էլ փոխի։ Բռնի կպցնի Արցախն էլ Հայաստանին, Նախիջևանն էլ, Կարսն ու Արդահանն էլ։ Այդ ժամանակ այդպիսի խոսքեր ասացողները ինչպես են նայելու մեր աչքերին։ Երբ որ Արցախին իրանք որպես արատավոր երևույթ, որպես Արցախը, այսպես ասած, վեշ գրիժա, չգիտեմ ոնց ասեմ, չեմ ուզում ես էլ իմ բերանը կեղտոտեմ Արցախի մասին խոսալուց, որովհետև դա իմ ծննդավայրն է, դա իմ սրբավայրերն է, իմ հայրենիքն է։ Ոնց եք նայելու մեր աչքերին, եթե միջազգային հանրությունը որոշեց վերադառնալ պատմական ակունքներին, ասի, այն ինչ որ կատարվել է 120 տարվա մեջ, 150 տարվա մեջ, մենք պետք է այդ սխալները շտկենք։ Եվ ըստ այդմ Արցախը, Նախիջևանը, Կարսը, Արդահանը, Ջավախքը, սա պետք է միացվի Մայր Հայաստանին։ Ինչ եք անելու։ Այն ժամանակ էլ դուրս կգաք, մի հատ դրոշ վերցնեք, ասեք, սա մեր գործունեության արդյունքն է։ Եթե մենք չհանդիպեինք Եվրամիության անդամների հետ, այդ հարցերը չէինք լուծի։ Այն ժամանակ պետք է տեսանյութերը ձեր արտահայտված մտքերը հանեմ, գցեմ sense Facebook, ասեմ դու այն մարդն ես, ով որ ասում է Արցախի հարցը փակվել է, դա ձեռքբերում է։ Արցախի հարցը փակվել է, ձեռքբերում չի։ Դա հələ ապրեք տեսնեք ինչքանով միգուցե նույնիսկ մտածել եք որ Արցախը խանգարում էր Հայաստանը խոսքի զարգանալ, հələ հարցը էլի ինչ է, այս խիքսն է շտապել։ Այս մտածել եք խաղաղությունը արդեն մտել է մեր տունը, Ժողովուրդ ջան, ոչ խաղաղություններն են բերում փոքր պետությունները, ոչ էլ պատերազմներն են բերում փոքր պետությունները։ Փոքր պետությունները դրանք մեծ գերտերությունների ձեռը խաղալիք է։ Ինչպես ուզում եք հասկացեք, այո, մեր սուրբ հայրենիք, մեր Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն եւ Ադրբեջանը փոքր պետություն է եւ չես իմանա թե ինչ կինո է սպասվում վաղը չէ մյուս օրը։ Բերեք գոնե հարգալից անենք մեր արմատներին, մեր հայրենիքի բոլոր հատվածներին։ Մենք արտահայտվելուց չպետք է վիրավորենք մեկ ուրիշ հայի ծննդավայրը, թե ինչա դու այդ ծննդավայրից չես, ինքն է այդ ծննդավայրից։ Թե ինչա Իրան դու չես սիրում, Քոչարյանին չես սիրում, որոշել ես Արցախի հանդեպ անհարգալից խոսք օգտագործես։ Քոչարյանին ես էլ չեմ սիրում, ես էլ չեմ ընդունում Քոչարյանին որպես վարչապետի տեխնացու։ Բայց դա ի՞նչ կապ ունի, Ղարաբաղը Քոչարյանինը չի, ոչ էլ Քոչարյանը իր տնից է բերել։ Ղարաբաղը դա պատմական հայկական հող է, որը անարդար աշխարհը որոշել է տա նվիրաբերի Ադրբեջանի։ Եթե անարդար աշխարհը որոշել է տենց անի, դու պետք է անհարգալից խոսես, թե պետք է հələ մատ թափտաս աշխարհի վրա, մուննատ գաս աշխարհի վրա, երեսին թքես աշխարհի վրա, այդ կեղծավոր աշխարհի վրա, անարդար աշխարհի վրա, որ չես կարող աշխարհի վրա մատ թափտաս թքես երեսին կեղծ իր կեղծիքի համար իր երեսին բանասես ֆռում ես դու քո զավակին մահը անվանում ձեռք բերում, մահը ոնց կարող է ձեռք բերում մնի։ Մտածում եք ինչ եք խոսում։ Ափսոսում եմ, ցավում եմ։ Ժողովուրդ ջան, ես երեք օրինակ խոսակցություն եմ ունեցել իմ հետևորդներից, ով որ իբր շուտվա հետևորդա, չգիտեմ, չեմ նկատել, անձնական գրերը իմ հետ ուզեցել է խոսա։ Ինչի համար, որ ես ինչ որ սոցիալ ծրագրի մեջ առաջարկություն եմ ուզեցել անեմ։ Առաջարկությունը, այսինքն որ հնարավորություն ունեն արցախցին տուն առնելուց, պետության աջակցությամբ էլի նկատի ունեմ։ Այն 5 գույքը կարենա այդ տրամադրված գումարի շրջանակներում ձեռք բերի, որ չգնա քիչ գույք ձեռք բերի շարժական եւ էլեկտրոնիկա խանութից, որովհետեւ խանութում թանկ է, էժանը կարենա ձեռք բերի։ Այսպիսի առաջարկություն եմ արել։ Մարդը սխալ է հասկացել, մտածել ասել եմ, դե որ տունը առել եք իմ համար, պետություն։ Մի հատ էլ ներսը լցրեք էլեկտրոնիկայով։ Հիմա իր խոսքի մեջ այսպես է ձևակերպում եղել, չնայած ասում եմ, ես տենց չասեցի, սխալ հասկացար թե ինչ, բայց ամեն դեպքում սենս է զրույցը մեր մեջ տեղի ունեցել։ Ասելա իմ իշխանություններից դու բան ես հաշվի ուզում, էլի տենց է դառնում։ Ես էլ ինչ եմ ասել։ Ասել եմ այդ իշխանությունը քոնը չի, իմն էլ է։ Եվ ես ոչ թե ուզել եմ, այլ առաջարկել եմ։ Հասկացաք ինչ եմ ասել։ Նիկոլ Փաշինյանը որպես անձ իմ հոպարը չի, իմ քեռն չի, իմ աղբերը չի։ Բայց իմ պետության վարչապետն է։ Ուրեմն ես ավտոմատ կերպով ես իր հետ կապ ունեմ։
ուրեմն եթե իմ պետության վարչապետն է, ուրեմն իմ երկրի վարչապետն է, ուրեմն իմ հետ կապ ունի, եւ ես էլ իր հետ կապ ունեմ։ Ես որպես քաղաքացի եմ իրան համար, ինքն էլ որպես վարչապետ է իմ համար։ Եվ ստե իմ ու քոնս որն է։ Ես հարց տվի, ասի իմս քոնս որն է։ Ասма դե էստես չասի, ասեցի ոնց որ մեր վարչապետ։ Ասի էլի ձերը չի, մերն է, իմն է, բոլորինս է։ Մտածել եմ ես կարող եմ դիրքավորվեի որոշ ղարաբաղցիների նման, ասեմ իմը Ղարաբաղն է, Հայաստանը, իմը չի, վարչապետը իմ պետության վարչապետը չի, իմ վարչապետը Շահրամանյանն է կամ նախագահ Բակո Սահակյանն ու Արայիկն են։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունը իմ ծնված օրվանից էլ եղել է իմ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ես իմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պետական աշխատողների նկատմամբ պարտավոր եմ խոսել հարգալից, նույնիսկ եթե գաղափարական իրանց հետ հակառակ եմ։ Նույնիսկ որ հունիսի 7-ին կարող գնամ իրանց հակառակ մարդու ձայն տամ, ընդդիմադիրի ձայն տամ։ Դա իմ որոշումն է, ես կուզեմ ձայն կտամ։ Բայց մինչև այդ օրը, որ ինքը երկրի վարչապետ է, ես պետք է իրան ասեմ պարոն վարչապետ, հարգելի վարչապետ, որ մեկ օրինակ Նիկոլով ենք խոսում, դա ուղղակի մեր խոսակցականում տենց է, հիմա Քոչարյանին ենք ասում, Ռոբերտ չենք ասում, բայց Սերժ Սարգսյանին Սերժ ենք ասում։ Այդ ինչ է, դա նորմալ երևույթ է։ Սովոր ենք ժողովրդի խոսակցականով մեր արդեն լեքսիկոնի մեջ ձևավորված է Նիկոլ խոսույթը, Սերժ խոսույթը, Քոչարյան խոսույթը։ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգանուն եւ երկարը Լևոն են ասում։ Բայց դա անհարգանքի նշան չի։ Դա թող չընդունեն, որ օրինակ ասում եք Սերժը սենց է, Սերժը իմ պապայիս հորիցս մեծ մարդ է, ես եթե ինքը մեր գյուղացի լինի, իմ հարևանը լինի, Սերժ Ձաձա պետք է ասեի։ Բայց Սերժ ենք ասում, որովհետև որպես պետական դեմք ենք ընդունում, տենց ենք խոսակցական։ Նույնը Փաշինյանի ուղղությամբ, եթե Նիկոլով եմ խոսում, մեկ լնումա զրույցի մեջ ասում եմ Նիկոլը սենց ասել, դուք սենց եք ասում, լինում են հետևորդներ, գրում են ասում են Գեորգ, ես անհարգալից խոսում, ասում եմ մի րոպե, ես անհարգալից եմ խոսում, բա դու ինչ ես խոսում 18 թվին հեղափոխության օրերին։ Չէի ասում Նիկոլ վարչապետ։ Հա, ծո լրվում արդեն ասելիք չունի։ Բայց թե այն ժամանակ Նիկոլ էր։ Հիմա ինչ ասենք, Նիկոլ չասենք, այ ախպեր, այդ մարդու անունը կարող է իշխանապողությունից հետո փոխվել է։ Ոչ։ Ուղղակի ուզում եմ դուք ուշադրություն դարձնեք իմ քննադատությունները իշխանության հանդեպ, որ դա միայն ու միայն առողջացման է միտված։ Իմ քննադատությունները հարգալից է։ Էմոցիքը դա հարգանքի հետ կապ չունի։ Ես կարող եմ էմոցիոնալ խոսամ, ջղայնացած խոսամ, պահից ելնելով, տվյալ թեմայից ելնելով։ Բայց եթե իմ խոսքի մեջ չկա վիրավորանք, չկա ատելության խոսք, հայհոյանք, այլ կա խնդրանք, առաջարկություն, մի քիչ բարձր տոնով, մի քիչ ջղայնացած, մի քիչ հուզված, Ժողովուրդ ջան, բերեք իրար հարգենք։ Այսքանը ես չեմ ուզում շարունակել եթերը, հուսով եմ այսուհետ այն մարդիկ, ովքեր որ Ղարաբաղի հարցը շփոթեցնում են Ղարաբաղի հետ, դրանք տարբեր բաներ է։ Ուրեմն դուք շփոթվելուց էլ ուշադիր եղեք իմ ծննդավայրի, իմ հայրենիքի հանդեպ հարգալից խոսք օգտագործեք եւ Արցախի հարցի փակը ոչ թե ձերբերում է, ժամանակը ցույց կտա ձերբերում էր թե ինչ, եւ եթե կորցրել ենք դա դրանով չպետք է հպարտանանք, կորցրել ենք զատո Հայաստանը պահում ենք, մեկը մյուսին չեր խանգարում, կարայիք այդ հարցը եթե լուծել, եթե 7 ռայոնը պետքա տայիք, դուք տայիք 4 ղեկավարներով, Լևոնից մինչև Նիկոլ Փաշինյան։ Այդ 7 ռայոնը տայիք, 5 ռայոնը պահպանեիք, մենք ձեր ճակատը կպատշեինք, ասեինք, էս էր ուրեմն հարում։ Բայց համ զոհեր տվեցին այդքան տարիներ նույնիսկ զինադադարի ընթացքում զոհեր ունեցան։ Էդի քիչ էր 16 թվի պատերազմ, 20 թվի, 23 թվի պատերազմներ, վերջում էլ լիարժեք ամբողջությամբ Արցախը կորցնում։ Հիմա մենք եկել ասում ենք ծափ տվեք, ձերք բերում ունենք։ Ձերք բերում չի, դա խարանա, դա ամոթ է, որ ոչ դիվանագիտություն ունեինք, ոչ էլ խիղճ ունեինք թալանելուց, որ մի քիչ թալանենք, բանակը զինեինք, որ թուրքը հարձակվել է 20 թվին, ճակատին ինձ կպցներ հայ սալդաթը։ Հայ զինվորին ինձ կպցներ ժամանակակից զենքերով, որը չէի կարել դրել ձեռը։ Որ թուրքը հետ քաշվել ասել լավ, ստոպ։ Ուրեմն հարցը լուծում ենք այնպես, որ երկուս համար էլ ձեռնտու լինի, ոչ թե լուծում են այնպես, ինչպես որ մենակ Ադրբեջանն էր ձեռնտու։ Հերիքա կորուստը ձերբերում անվանեք, երեխան ձեր հիվանդ երեխան Աստված սերու տանի, որ կորցնեք, եթե դուք անվանեցիք դա ձերբերում, թե ինչա դուք էլ հոգ չեք հոգի, դեղ չեք առնի, չեք կերակրի հաշմանդամ երեխային։ Այո, Արցախը պետքա այդ հաշմանդամությունից դուրս գար, պետքա միանար Հայաստանին, բայց հաշմանդամ պահեցին ու վերջում էլ սպանեցին։ Ու այսօր ասма ձերբերում է։ Գնացեք ուշադրություն դարձրեք ձեր խոսույթի վրա, ովքեր որ ատում են, Արցախը ատում են, ուրեմն ինձ։ Կարակ ատեք Արցախի անհատների, ովքեր որ ձեր հանդեպ սխալ երևույթ են թույլ տվել, սխալ վերաբերմունք են ցույց տվել,
Կամ կարակ դուք ես չնայած չեմ ատում ոչ մեկին, ոչ մի ղեկավարի, ոչ մի նախկին, ոչ մի ներկա պաշտոնյայի, բայց եթե ձեր մեջ կա ատելություն Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի հանդեպ, դուք գիտեք, ուզում եք ձեր մեջ պահեք, ուզում եք աճեցրեք ատելություն, ուզում եք չորացրեք, իրան ատեք, ինչ ուզում եք արեք։ Արցախի հանդեպ ատելության խոսք մի տարածեք։ Ես հարգում եմ ձեր ծննդավայրը, խնդրում եմ դուք էլ հարգեք իմ ծննդավայրը։ Հաջողություն, բարի գիշեր բոլորիդ։